1988-ից 90-ական թվականներին ի պատասխան Արցախահայության ձգտմանը իրացնելու իր ինքնորոշման իրավունքը Ադրբեջանում թափառավ հայկական ջարդերի ալիք, որն ուղեկցվում էր իրենց դաժանությամբ նախադեպը չունեցող սպանություններով, բռնություններով եւ կողոպուտով։ Տասնյակ հազարավոր հայեր թողնելով իրենց բնակավայրերը ենթարկվեցին տարագրության։ Շատերը հաստատվեցին Արցախում։ Նելի Մանասյանը ամուսնանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու քաղաք։ Ցավով է հիշում այդ տարիները։ Ասում է, տարիներով տուն են շինել, աշխատել եւ մեկ օրում ամեն ինչ թողնելով հեռացել։ 88 թվականի որքան հիշողությունս ինձ դավաճանում չի, երևի փետրվարի վերջերքին է, թե վերջի ժամանակահատվածում որոշած քրակյան մորս տեսակցության երեխաներով ճանապարհին ադրբեջանական հիշում չունեմ ինչ գյուղա այդ ադրբեջանցիները մեր ավտոբուսը քաշալնի դեպի կողքի գյուղը, չգիտեմ ինչ գյուղը, անունը գիտեմ ինչ գյուղը, ու այդ ջահել երիտասարդ տղաները նրել սկսան փայտերով, քարերով ավտոբուսը քարկոծելը։ Այդ ժամանակ երեխաները գետնին պարկալում իրանց իրան, ինքան վերուց երեխաները վնասվի մեջ, այնտեղ մեծահասակ մարդիկ ելն էլ, այդ մեծահասակ մարդիկան միջամտավ վեր պենչիլան, իրանք վնասի մեջ ներսում կանայք շատ կանայքան էլ ախր մեծահասակ մարդիկան էլ իրանց օգնությամբ, իրանց ուղեկցությամբ ավտոբուսը հանալն գյուղից բերավ մայրուղի ու եկալն Մարտունի։ Այնից հետո իր հետ կեցավ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ամուսինը 3 անգամ վիրավորվել է։ Շուշիի ազատագրումից հետո բնակություն են հաստատել Շուշիում։ Նորից տուն կառուցել, ID տնկել, երեխաներին մեծացրել այն համոզմամբ, որ այլևս չեն թողնի իրենց տունը։ Սակայն 28 տարի անց 44-օրյա պատերազմից հետո նորից թողնելով իրենց տունը բնակություն են հաստատել Ստեփանակերտում։ Նելիի կրտսեր որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Կռվել է ամենաթեժ գոտիներում, սակայն հոկտեմբերի 10-ից առ այսօր ոչ մի լուր չունեն։ 44-օրյա պատերազմի ժամանակ փոքր տղաս հոկտեմբերի 10-ին 2020 թվականին հայտնել են, որ իբր զոհվել է։ Մցար այսօր ինչի ոչ մի տեղեկություն չկա նրա մասին։ Որ դրունթային ունականացում կա։ Ոչ մի տեղեկություն, բացարձակ ոչ մի տեղեկություն չկա նրա մասին։ Փախստականների միության նախագահ Սարո Սարյանը նշում է, որ 90-ականներին ադրբեջանական քաղաքներում պետական մակարդակով հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների հետևանքով մեր հայրենակիցները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել։ Еще в начале Карабахского движения первая волна беженцев из Азербайджана, основная часть из Сумгаита, прибыли тогда еще в Нагорный Карабах. Потом последовали другие волны. Это Баку, это Кировабад и другие. Даже я могу сказать, у нас были беженцы из Агдама, из Бердии, кировабадские были, хотя многие кировабадские сразу уехали в Армению. И на тот период в Нагорно-Карабахскую республику в Арцах прибыло более чем 100 тысяч беженцев из Азербайджана. И тогда же они стали выезжать. Проблема в том была, что все-таки аграрная республика, многие были горожане, инженеры, врачи и так далее, и плюс чисто в количественном плане. Размещали их, правда, в тот период по общежитиям. Кстати, тогда же нужно отметить, что тогда еще советские власти стали строить дома для беженцев. В Арминовании, в Ачапняк, а чуть позже Ачапняк, и в разных кварталах Степанакерта стали строить финские дома. То есть тогда просто к этому вопросу отнеслись очень хорошо. И беженцев пытались разместить, но такое количество беженцев невозможно было вместить. И плюс еще потом начало, после провозглашения Нагорно-Карабахской республики, мы знаем, что Азербайджан вероломно напал на новосозданную, нашу Арцахскую республику, и тогда тоже был большой поток беженцев уехало. Но во время войны и сразу после более 35 тысяч беженцев где-то на период 95-97 год у нас было. Самое главное, то, что нам не удалось решить, вопрос получения международного статуса. Может быть, это также было причиной того, что невозможно было этим людям возместить оставленное имущество в Азербайджане. Своими силами, если как-то удалось кому-то что-то привезти,
Это получилось. Но, в общем-то, мы, кстати, тогда был комитет Вольского. Мы подходили большими такими группами, предоставляли списки наших квартир в Азербайджане, чтобы они помогли нам вывести эти вещи, но так и нам не помогли, а потом у нас была информация, что именно по этим спискам наши дома грабили. Вот такая была ситуация. То есть беженцев из Азербайджана и не смогли вывести свое имущество в основном, не смогли обменяться, то, кто обменялся, неравноценные обмены были. И даже в Арцах, и в Армению. И не получили международный статус беженца, то есть не получили признание международное. И поэтому беженцы из Азербайджана, можно сказать, пострадали вдвойне. Но другой вопрос, что именно та часть беженцев, которая прибыла в Нагорно-Карабахскую республику, это были именно те армяне, которые помнили, что они армяне. И они включились в Карабахское движение. Сразу после войны, перемирия, наша организация стала регистрировать вынужденно переселенных лиц. Дело в чем? Дело в том, что многие беженцы из Шуши, в том числе из Гадрута, Мардакерского, Аскеранского района, ВПЛовцы, вынужденно переселенные, они были бывшие беженцы из Азербайджана. На этой почве мы также стали регистрировать чисто насильственно перемещенных лиц. У нас более 20 тысяч зарегистрированных лиц из Мардакерского района, которые были сданы из Шуши, Гадрутского района. Эти люди, они тоже беженцы, но они квалифицируются по международным законам как вынужденно переселенцы. Они обладают те же правами пострадавшего, как и беженцы. Но для этого нужно просто было сделать первый шаг, который до сих пор не удалось сделать нашим властям. Այսօր շատ տեղահանված արցախցիների ճակատագիր նույնպես մնում է անորոշ։ Ադրբեջանը շարունակում է իր վայրաքաղաքականությունը, իսկ աշխարհը նորից լուռ է։